Բարև ձեզ իմ շատ սիրելի հետևորդներ ջան։ Սիրելիներս, հուսով եմ ձեր մոտ ամեն ինչ լավ է, ձեր ընտանիքներում ամեն ինչ լավ է, լավն ու բարին թող միշտ ուղեկից լինի ձեզ եւ ձեր ընտանիքներին։ Սիրելիներս, այսօր պատրաստելու ենք գարան մսով եւ գարեջրով խաշլամա։ Շատ համեղ, կերակուր է։ Լայքեք տեսանյութը, որպեսզի այն հնարավորինս շատ տարածվի եւ բաժանորդագրվեք իմ YouTube-յան ալիքին։ Իսկ հիմա անցնենք խաշլամա պատրաստելու։ Մեզ անհրաժեշտ է լոլիկ, գարան միս, կանաչիներ, սոխ, դափնուտերև, գարեջուր, գունավոր պղպեղներ, կծու պղպեղ, կարտոֆիլ եւ իհարկե աջիկա։ Միսը ինձ մոտ 3 կիլոգրամ է, իսկ մյուս բաղադրիչները ես վերցրել եմ ըստ ճաշակի։ Եթե կարտոֆիլը շատ եք սիրում, շատ ավելացրեք, եթե պղպեղներն եք շատ սիրում, շատ ավելացրեք, նույնը միսը, նույնը սոխը, դա ձեր ցանկության է։ Ժողովուրդ ջան, ճիշտն ասած պլանավորել էի ես դրսում խաշլաման պատրաստեի, բայց մեզ մոտ արդեն բավականին ցուրտ էր, հնարավոր չէր դրսում պատրաստելը, ոչինչ, տանն էլ հարմար է։ Ահա մեր կաթսան, որի մեջ պետք է եփվի մեր խաշլաման։ Հիմա ժողովուրդ ջան, ես վերցրել եմ մի փոքր գարանդմակ, գարանդմակն էլ իր հերթին է իր համը փոխանցում ու տեստին։ Ես նախորդ պղպեղները լվացել եմ, հիմա սկսենք կտրատել։ Մարդու ենթագիտակցությունը սիրում է վառ գույներ, նամանավանդ ուտելիքների մեջ, իսկ այսօրվա մեր ուտեստի մեջ կարծես թե գույների պակաս չկա։ Ուրախ կլինեմ, որ մեկնաբանություններում ինձ հետ կիսվեք խաշլամայի ձեր բաղադրատոմսերով։ Ընկերներ ջան, մեր հետևորդների թիվը օրեցօր աճում է, ավելանում է, որի համար շատ շնորհակալ եմ բոլորիցդ, որ միշտ հետևում եք, բաժանորդագրվում եք, լայքում եք տեսանյութերը, շատ շնորհակալ եմ բոլորիցդ։ Հազարավոր մարդիկ արդեն միացել են իմ YouTube-յան ալիքին եւ մեկնաբանություններում միշտ կապի մեջ եմ ես իրենց հետ, այնպես որ սիրելիներս, եթե դուք դեռ այդ մարդկանց շարքին չեք դասվում, ապա առաջարկում եմ անպայման միանալ իմ YouTube-յան ալիքին եւ բաց չթողնել իմ նոր համեղ բաղադրատոմսերը։ Ընկերներ ջան, գունավոր պղպեղները մեծ վիտամիններ են պարունակում եւ խորհուրդս այն է, որ ձեր սննդակարգում, ուտեստներում հաճախակի օգտագործեք գունավոր պղպեղները եւ տեսքով է արտակարգ եւ համով։ Հիմա կտրտում ենք սոխը։ Բոլոր բաղադրիչները պետք է կտրատենք, հետո անցնենք մեր խաշլամայի պատրաստմանը։ Հիմա կարտոֆիլը կտրատենք։ Հիմա լոլիկները կտրատենք։ կտրատենք կանաչին,
Ինձ մոտ խառը կանաչի է, Ռեհան եմ վերցրել, Սամիտ, Մաղադանոս և Համեն։ Կանաչին պետք չի այդքան շատ մանր կտրտել։ Հիմա շերտ-շերտ դասավորում ենք մեր մթերքները կաթսայի մեջ։ Կաթսայի տակ շարում ենք դմակը, սոխը, դափնու տերևները, պղպեղները։ Սիրելիներս, ես կծու պղպեղին այսպիսի կտրվածք եմ տվել, չեմ կտրտել գունավորների նման։ Լոլիկը, միսը, գառան միս է, հարմար է խաշլամայի համար ոսկորոտ կտորներ։ Խառը կանաչին, կարտոֆիլը, կրկնում ենք նույն հերթականությամբ։ Հիմա ավելացնում ենք գարեջուր, նույն չափ պետք է ավելացնենք ջուր։ Երկրորդ բաժակ գարեջուրն եմ լցնում։ Եվ նույնքան ջուր։ Այսինքն մենք խաշլամայի վրա լցրեցինք 2 բաժակ գարեջուր, 2 բաժակ ջուր։ Այսպես։ Եվ վերջում ավելացնում ենք աջիկան։ Աջիկան յուրահատուկ համ է տալիս ուտեստին։ Հիշեցնեմ, որ սա իմ պատրաստած աջիկան է, ես այս աջիկան ցանկացած ուտեստի մեջ օգտագործում եմ, ժողովուրդ ջան։ Աջիկայի պատրաստման տեսանյութը տեղադրված է այս տեսանյութի նկարագրության մեջ։ Անպայման դիտեք, պատրաստեք և բացահայտեք, թե ինչպես են պատրաստում վրացական աջիկան։ Ես բոլոր ուտեստների մեջ օգտագործում եմ աջիկան, սիրելիներս, շատ համեղ է ստացվում ցանկացած ուտեստ աջիկայով։ Հիմա դնում ենք կրակին, մի փոքր աղանենք, սա մի փոքր եփվեց, արդեն կնստի։ Մոտավորապես 2 ժամից պատրաստ կլինի։ Ավելացնենք քաղցր պղպեղ, և սև պղպեղ։ Աղ արդեն ավելացրել ենք։ Արդեն բավականին ժամանակ եփում է խաշլաման։ Վայ չուտողին, ժողովուրդ ջան, տեսնում եք ինչպիսի ախորժալի տեսք ունի։ Հիմա արդեն ժամանակն է, որ կրակը անջատենք։ Ահա և վերջ մեր գարեջրով խաշլամայի պատրաստումը ավարտեցինք, սիրելի հետևորդներ, փորձեք, պատրաստեք և ինձ հետ մեկնաբանություններում կապ հաստատեք, տեսնեմ ինչպես է ստացվել ձեզ մոտ։ Խնդրում եմ լայքեք տեսանյութը, որպեսզի այն հնարավորինս
շատ տարածվի եւ բաժանորդագրվեք իմ YouTube-յան ալիքին։ Ձեզ հետ Նունեներ կհանդիպենք հաջորդ համեղ բաղադրատոմսի շրջանակներում։ Լավն ու բարին ձեզ հետ, խաղաղություն ձեր ընտանիքներին։